Գեղարքունիքի քիքբոքսինգի ասոցիացիան ամփոփում է 2025 թվականի գործունեությունը, մարզիկների, մարզիչների եւ սպորտաձևի կայացմանն աջակցած կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ավանդական միջոցառման ընթացքում ներկայացվում են ասոցիացիայի ձեռքբերումները։ Միջոցառումը մեկնարկում է ասոցիացիայի նախագահ Վարդան Մովսեսյանի շնորհավորանքով եւ շնորհակալության խոսքերով։ Բազմաթիվ չեմպիոններ ենք ունեցել, Հայաստանի սահմաններից դուրս ունեցել ենք մեծ հաջողություններ, մեր եռագույնը ծածանել ենք աշխարհի տարբեր անկյուններում եւ ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել Գեղարքունիքի մարզի մարզպետ Կարեն Սարգսյանին, Վարդենից խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, ովքեր մշտապես եղել են քիքբոքսինգի ասոցիացիայի կողքին, հոգեպես եւ նյութապես աջակցելով մեր մարզիկներին։ Այնուհետև ըստ ամիսների մանրամասն ներկայացվում են անցյալ տարում ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներն ու մասնակցությունը տարբեր մարզական իրադարձություններին։ Դրանք նպաստել են ոչ միայն մարզիկների ֆիզիկական զարգացմանը, այլ նաև ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Մեր 3 մարզիկները Վարդան Մովսյանի գլխավորությամբ մեկնեցին Իտալիա, մասնակցելու քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությանը։ Եվ հենց այդտեղ մեր ուժեղ մարզիկները գրանցեցին մեր ասոցիացիայի գլխավոր հաղթանակները, իրենց քաշային կարգում դառնալով Եվրոպայի չեմպիոն Գառնիկ Գևորգյանը եւ փոխ-չեմպիոն Ալեքս Սիմոնյանը, Հայաստանի դրոշը ծածանելով, Հայաստանի Հանրապետության հիմնը հնչեցնելով աշխարհի գրեթե բոլոր անկյուններից Իտալիա ժամանած բազմահազարանոց հանդիսատեսի եւ մարզիկների առջև։ Գեղարքունիքի մարզի հաղթանակած մարզիկները ապացուցեցին եւս մեկ անգամ, որ հայի կամքը անկոտրում է, ոգին այդենասիրական։ Պակաս նշանակալի չեն եղել նաև երկրի ներսում ունեցած հաջողությունները։ Դրանք նոր հմտություններ եւ փորձառություն են բերել պատանի եւ երիտասարդ մարզիկներին, միաժամանակ հարստացնելով Գեղարքունիքի քիքբոքսինգի ասոցիացիայի պատմությունը։ Երևան քաղաքում կայացավ ուժեղագույն ակումբների մրցաշար, որտեղից մեր մարզիկները վերադարձան բազմաթիվ հաղթանակներով։ 7 ոսկե մեդալ, 1 հաղթական գոտի, 1 գավաթ, 4 արծաթե մեդալ եւ 1 բրոնզե մեդալ։ Տարբեր առաջնություններից եւ մրցաշարերից հաղթանակով վերադարձած մարզիկներին ընդունել եւ պարգեւատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, այդպիսով խրախուսելով մարզաձևի զարգացումն ու տարածումը մարզում։ Ամփոփիչ միջոցառման ընթացքում ասոցիացիայի նախագահը շնորհակալագիր եւ մեդալ է հանձնում Գեղարքունիքի մարզպետին եւ Վարդենիս համայնքի ղեկավարին ասոցիացիայի գործունեությանն աջակցելու համար։ Ես գիտեմ, որ դու ոչ միայն հանրապետության ներսում, այլ հանրապետությունից դուրս ահագին մեծ բարձունքներ եք ասել։ Ես ցանկանում եմ, որ 27 թվականի համար 26 թվականի ամփոփը պարոն Մովսեսյանը երբ որ ներկայացնի, այնքան մեծ բարձունքների հասնենք, այնքան մեծ բարձունքների, երեխեք ջան, ձեր միջոցով այնքան մեծ բարձունքների հասնենք, որ ամբողջ հայ ազգը եւ ամբողջ աշխարհը խոսի ձեզանից ու մեզանից։ Ամփոփիչ միջոցառման ընթացքում պարգևատրվում են նաև 2025 թվականին քիքբոքսինգում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները։ Վարդենիս համայնքի ղեկավարը նրանց է հանձնում պատվոգրեր։ Պաշտոնական արարողություններին հաջորդում է տոնական միջոցառումը, մասնակիցներին հնարավորություն տալով առավել անմիջական միջավայրում շփվելու եւ իրենց հաջողությունները նշելու։ Երկար տարիներով ճանաչելով Վարդան Մովսեսյանի շատ ուրախ եմ, որ ընկերակցություն եմ հայտնել ել ավելին արժանի Վարդան Մովսեսյանը, շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում եմ, որ բոլորս լինենք առողջ, անփորձանք։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամա օր։